Սիրելի հավատացյալներ, հենց նոր կատարեցինք հոգեհանգստյան կարգ աղոթք, ինչպես բոլորդ էլ լսեցիք, Սումգայիթում մեր զոհված հայրենակիցների հոգիների հիշատակության համար։ Եվս մեկ սև էջ մեր ազգի պատմությունից, երբ մեր հայրենակիցներին ջարդում էին, սպանում էին միայն մեկ պատճառով, որովհետև նրանք հայ էին։ Այսօր խորհրդանշաբար համընկավ նաև մեր եկեղեցու մեծիպահոց երկրորդ կիրակին, որը որ մեր հայրերը անվանել են անարակի կիրակի։ Ինչու անարակի, որովհետև այս կիրակի օրը եկեղեցում ավետարանից ընթերցվում է անարակ որդու վերադարձի առակը։ Առակը ձեզ բոլորիդ էլ քաչ ծանոթ է, այդ պատճառով էլ մանրամասն չեմ պատմի, խոսվում է մի ընտանիքի մասին, որի որդիներից մեկը որոշեց, որ ինքը այլևս կայացած մարդ է և ուզեց իր հորից իր բաժին ունեցվածքը և հեռացավ հայրական տնից և հայրական ընտանիքից։ Ուրիշ երկրում այդ հարստությունը վատնեց և ի վերջո մատնվեց աղքատության։ Այնպիսի աղքատության, որ ինչպես պատմվում է, այնքան սոված էր, որ նույնիսկ խոզիկերն էր ուտում, բայց դա էլ արդեն նրան չէին տալիս։ Եվ այդ ժամանակ նա հիշում է, որ իր հոր ընտանիքում միշտ կա տաք ուտելիք, տաք հագուստներ, միշտ իրեն սիրել են, գուրգուրել են և որոշում է վերադառնալ իր հայրական տուն, ներողություն խնդրել իր հորից և նորից մտնել այնտեղ։ Գնում է և հայրը, երբ որ հեռվից տեսնում է նրան, դուրս է գալիս և գրկաբաց ընդունում է նրան և նաև պատվիրում է, որ ամենամեծ, ամենապարարտ կովին մորթեն և մի մեծ քեֆ կազմակերպեն, քանի որ իր որդին վերադարձել է։ Մյուս որդին, որը ամբողջ իր կյանքը իր հոր կողքն էր, երբ որ տեսավ, թե ինչ կատարվեց, մի քիչ նեղվեց և մոտեցավ հորը, ասեց, ինչու, ես ամեն ինչ քո հետ եմ արել, քո կողքն եմ եղել, իսկ սա քո հարստության կեսը տարավ վատնեց, իսկ դու նրան ընդունում ես այսպիսի մեծ պատվով և հարգանքով։ Եվ այդտեղ է հայրը նրան պատասխանում, ասում է, որովհետև դու միշտ իմ հետ էր, իսկ այդ եղբայրը կորած էր և գտնվեց, մահացած էր և հարություն առավ։ Ամեն տարի մեծ պահքին այս առակը կարդալով կամ այս օրը եկեղեցում աղոթքի կանգնելով փորձում ենք ինչ-որ մի նոր բան քաղել, ինչ-որ մի նոր բան սովորել ավետարանի բերած այս իմաստուն խոսքերից։ Եվ ես կուզեի, որ այսօր մենք անդրադառնանք նախ և առաջ, ինչպես ամեն անգամ, ապաշխարության կարևորությանը, զղջման կարևորությանը և նաև անդրադառնանք ժամանակին։ Ժամանակի նկատի ունեմ ասելու, որ շուտ հասկանալ և շուտ գնալ այդ քայլին։ Ինչու համար, որովհետև մենք այսօր ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում, երբ ոչ մեկը չի կարող ասել, թե վաղը ինչ է կատարվելու, ինչ է տեղի ունենալու մեր հետ, մեր երկրի, մեր աշխարհի հետ։ Երեկ ընդամենը արթնացանք և տեսանք, որ մի մեծ պատերազմ է սկսվել և մահանում են երեխաներ, մահանում են կանայք, մահանում են տարբեր ազգերի, տարբեր հավատքների, բայց մարդ է մահանում։ Եվ սկսում ես մտածել, որ ժամանակն է, որ մենք մտածենք մեր հոգևոր ապահովության մասին ևս։ Կարծես թե մեր ձեռից այսօր գնացած է։ Մենք չենք կարող այսօր ինքներս մեզ պաշտպանել մեր ֆիզիկական ապահովվածությունը։ Բայց մենք այսօր հնարավորություն ունենք գոնե մեր հոգևորը պաշտպանելու։ Այսօր մեզ տրվում է հնարավորություն և վերհիշեցնում է այս առակն էլ, որ մենք կարող ենք գնալ դեպի Աստված,
Եվ Աստված միշտ էլ ուրախ է ընդունել բոլոր նրանց, ովքեր ժամանակին ինչ-ինչ պատճառներով նրանից հեռացել են։ Բայց այդ ապաշխարությունը, այդ զղջումը, այդ մեր քայլը դեպի Աստված արած պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ այն տղան արեց։ Նա ասաց, որ ես մեղանչել եմ քո եւ Աստծո առջև, իր հորը ասաց։ Նա չգնաց եւ չասեց, ես եկել եմ, որովհետեւ այնտեղ սոված էի, ես հիմա մի կտոր հաց կուտեմ եւ նորից կգնամ։ Նա չասեց, որ ես եկել եմ, որովհետեւ ես չունեի տուն, հիմա ուղղակի եկել եմ, որ դու ինձ տուն տաս, ես ապրեմ։ Նա եկավ ասելու, ես վերադարձել եմ քեզ որպես որդի, վերադարձել եմ ընտանիք, այսինքն նա ճշմարիտ ապաշխարության, զղջման եւ իր մեղքը զգալու օրինակը տվեց մեզ այսօրվա համար։ Մենք էլ մեր մարդկային հարաբերությունների մեջ շատ հաճախ սխալ ենք գործում մեկս մյուսի հանդեպ։ Սկսում ենք մեկի հետ մոտիկ լինել, ընկերություն անել կամ բարեկամություն անել ինչ որ մի ակնկալիքով։ Տարբեր դրանք կարող է լինել։ Ոչ թե մենք ուզում ենք շատ անգամ, որ մենք ընկեր լինենք, մեր ընկերը լինի ինչ որ մեկը ուղղակի ընկերը լինի, այլ նա ուզում ենք, որ ընկերը լինի, որ այս եւ այն բաները մեր համար նա կատարի։ Մոռանալով, որ ընկեր կամ լավ ընկեր ունենալու համար նախ եւ առաջ պետք է մենք լինենք այդ լավ ընկերը։ Եվ այսօր, երբ որ մենք շատ հաճախ մեկս մյուսին կարող ենք այդպես խաբել, որովհետև մենք նայում ենք մեկս մյուսի աչքերի մեջ եւ փորձում ենք հասկանալ, խաբում է, չի խաբում, մեկ-մեկ կռահում ենք, մեկ-մեկ չէ։ Աստված նայում է բոլորիս հոգիների մեջ։ Նրան մենք չենք կարողանա խաբել, ասելով այսօր եկա եկեղեցի, զղջացի, հաղորդություն ստացա, մոմ վառեցի, հետևաբար արդեն ես քո հետ եմ եւ դու էլ պետք է ինձ պաշտպան եւ պահապան լինես իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Աստված բոլորին է պաշտպան եւ բոլորին է պահապան, բայց նա ուզում է մեր կողմից էլ ընդամենը չնչին մի բան, որ մենք սրտով նրանից ուզենք այն ինչ որ մենք ուզում ենք։ Եվ եթե մենք սրտով ուզենք, ապա ինչպես այդ առակի մեջ գրկաբաց նա մեզ կընդունի։ Դուք շատերը տեսած կլինեք այսօրվա գլուխ գործոց նկարներից մեկը, չէ՞, Վան Գոգի, որը որ պատկերում է այն պահը, երբ անարակ որդին վերադառնում է տուն։ Եվ այդ նկարի մեջ, եթե ուշադիր չեք եղել, ուշադիր եղեք։ Հոր ձեռքերը սովորականից ավելի մեծ են նկարված։ Եվ դա ուղղակի այդ հզոր նկարիչի սխալը չէ։ Դա այդ հզոր նկարիչի այդ հզորությունն է, որ նա ցույց է տվել, թե ձեռքերի միջոցով է ցույց տվել, թե որքան մեծ ուրախությամբ է հայրը ընդունում իր մոլորյալ որդուն, որը որ կանգնել է ճիշտ ճանապարհի վրա։ Եկեք բոլորս անդրադառնանք այսօրվա այս դժվարին օրերին աշխարհում, որ մենք չենք կարող ոչ մեկս վստահ լինել, որ եկեղեցուց դուրս գալուց հետո մեր հետ ինչ կկատարվի, բայց մենք կարող ենք ամեն մեկս վստահ լինել, որ մենք կարող ենք գնալ դեպի մեր Աստվածը եւ մեր Աստված մեզ անպայմանորեն գրկաբաց կընդունի։ Եկեք այսօրվա կիրակին թող դառնա մեր այդ անդրադարձի կիրակին։ Մտածենք, չնայած մեկս մյուսին խաբել ենք, եկեք գոնե Աստծուն չխաբենք։ Գոնե դեպի Աստված գնանք ճիշտ։ Գոնե մեր աղոթքների մեջ ոչ թե հաշվարկ անենք, այլ իրոք խնդրենք։ Գոնե մեր աղոթքների մեջ կարողանանք ցույց տալ մեր այն սերը, որը որ մենք ունենք մեր Աստծո հանդեպ։ Դա շատ փոքր սեր է, բայց մենք այդ սերը ցույց տալով կստանանք Աստծո ամենահզոր եւ ամենամեծ սերը, որն է մեր հոգեվոր հանգստությունը։ Հոգեվոր հանգստություն, որը այսօր, որի կարիք այսօր բոլորս էլ ունենք։ Որևէ մեկը չկա, որ կարող է ասել, ես հանգիստ հոգով եմ իմ կյանքս ապրում։ Ամեն մեկս մի սխալ արել ենք, մի սխալ անում ենք եւ վաղը մյուս օրը էլի սխալներ կգործենք։ Բայց եթե մենք միշտ ճիշտ անդրադառնանք
ժամանակին անդրադառնանք մեր սխալներին, ժամանակին անդրադառնանք, որ մենք կարող ենք այդ ամեն ինչը ուղղել ընդամենը մեր հավատքով եւ սիրով առ Աստված, ապա անպայմանորեն այդ բեռը մեր վրայի կսկսի նվազել եւ նվազել։ Սկսենք ավելի եւ ավելի հանգիստ լինել մեր առօրյա կյանքի մեջ։ Եղեք հզոր ձեր հավատքում, եղեք ուժեղ ձեր հավատքի մեջ եւ հասկացեք ինքներդ ձեզ համար, որ Աստված մեզ բոլորիս կամ ամեն մեկիս առանձին միշտ էլ գրկաբաց սպասում է, իսկ մնացյալը արդեն մեր գործն է։ Օրհնյալ եղերուկ ի շնորհացրու Փողոքուն, Երթայքի խաղաղություն եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ ընդ ամենեսյանս